Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Եղիր համարձակ հավատքի շնորհիվ։ Գիտես արդյոք, որ Աստված փափագում է պարգևներ շնորհել Իր այն զավակներին, որոնք վստահում են Իրեն, և Նա հատուկ ջերմություն է տածում նրանց հանդեպ, ովքեր համարձակ են հավատքի շնորհիվ։ Սիրելի՛ բարեկամ, միայն պատկերացրու, թե ինչեր կարող էիր անել, եթե Տերն Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծու Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրենից հոգևոր պարգևներ և փնտրել Իր երեսը։ Սակայն մեզնից շատերը չեն համարձակվում անհանգստացնել Աստծուն իրենց խնդրանքներով։ Մենք երբեմն վախենում ենք համարձակորեն և հավատքով Աստծուց մեծ բաներ խնդրել։ Շատերի կյանքում նման վախերի պատճառը իրենց կյանքում հանդիպած մերժվածությունն է, վատ վերաբերմունքը կամ արհամարհանքը։ Սակայն եթե մենք փորձենք Աստծուն ճանաչել այնպիսին, ինչպիսին Աստվածաշունչն է Նրան ներկայացնում, ապա կհասկանանք, որ մեր երկնային Հայրը ցնծում է, երբ առիթ է գտնում Իր զավակներին օրհնելու համար։ Եվ Նա երբե՛ք չի արհամարհում և չի մերժում Իր զավակների այն խնդրանքները, որոնք ճիշտ շարժառիթներից են բխում։ Հովհաննես 16:24 խոսքում Տեր Հիսուսն ասում է. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի»։ Համարձակությունը նման է վտանգավոր տեղից ցատկելու փորձ անելուն, բայց անկեղծ ասած, դա միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն հրաշալին այն է, որ Աստված համբերատար Հայր է, Ով ուզում է քեզ տեսնել ուրախությամբ ու ցնծությամբ լի սրտով ապրելիս։ Եվ եթե դու ընդունել ես Նրան որպես Հայր՝ հավատալով Նրա սիրուն ու Նրա Խոսքին, ապա կարող ես վստահ լինել, որ Նա քո պաշտպանն է։ Նա քո թիկունքն է։ Նա տիրում է քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակի վրա։ Խնդրի՛ր Նրան, և Նա կօգնի քեզ քո մեջ զարգացնելու այն որակները, որոնք անհրաժեշտ են համարձակորեն Աստծուն մոտենալու և առողջ հավատքով Նրանից խնդրելու համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ դու կարողանաս իմաստուն կերպով օգտագործել Աստծու Խոսքի փոխանցած բոլոր բանալիները և հավատքով կիրառես դրանք քո կյանքում և ծառայության մեջ։ Դու Աստծու զավակն ես։ Խնդրի՛ր քո երկնային Հորից այն ամենը, ինչը բխում է Նրա հանդեպ քո սիրուց ու Նրա գործի հանդեպ քո ունեցած նախանձավորությունից, և Նա քո փափագներն ու երազանքները իրականություն կդարձնի։ Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որը զորեղ է, հիասքանչ ու ճշմարիտ։ Օգնի՛ր ինձ, որ համարձակությամբ հավատքի քայլ անեմ Քեզ մոտենալու և Քեզնից խնդրելու համար, որ համարձակ կերպով երազեմ ու Քո անվանը փառք բերող մեծ ու հրաշալի ծրագրեր կազմեմ։ Խնդրում եմ Քո Հոգով առաջնորդիր ինձ, Տե՛ր, և Քո փափագն ու առաքելությունը դի՛ր իմ սրտում։ Ես ուզում եմ, որ իմ ապրած կյանքն ու իրականացրած ծառայությունները մեծարեն, բարձրացնեն ու փառաբանեն Քո անունը։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։